Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Այժմ կընթերցենք նամակը, որը որ հանձնվելու է արտաքին գործերի նախարարություն։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ Սույն թվականի հունվարի 17-ին կամայական կալանքի տակ գտնվելուց շուրջ 500 օր անց մեկնարկեցին Բաքվում ապօրինի պահվող 16 հայ բանտարկյալների շինծու դատավարությունները։ Սույն թվականի փետրվարի 18-ից մարդասեր եւ բարերար քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանը դիմել է ծայրահեղ քայլի եւ հայտարարել հացադուլ, փորձելով այդ միջոցով արտահայտել արդար դատաքննության իրավունքի կոպտագույն խախտումների դեմ իր բողոքը։ Նա նաև հայտարարել է դատական ֆարսին մասնակցելուց հրաժարվելու իր որոշման մասին։ Ռուբեն Վարդանյանի ընտանիքի միջոցով փոխանցված հայտարարության ամբողջական տեքստը կցվում է։ Սույն թվականի փետրվարի 25-ին, այսինքն հացադուլի 7-րդ օրն անցկացված դատական նիստին, Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Չնայած նրա ակնհայտ մտահոգիչ առողջական վիճակին եւ նիստը հետաձգելու բազմաթիվ միջնորդություններին, դատավարությունը շարունակվել է, ասես ոչինչ էլ չի պատահել։ Նիստին նա ունեցել է ծայրաստիճան հյուծված տեսք եւ բազմիցս գտնվել է ուշագնացության եզրին։ Այս դատական լսումներից հետո Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ներկայացել է իրավիճակի ծայրահեղ լինելը։ Հայտարարության ամբողջական տեքստը կցվում է։ Հաջորդ դատական նիստը նշանակված է այսօր, մարտի 4-ին։ Մենք չափազանց անհանգստացած ենք Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակով։ Իրավիճակն իրոք քրիտիկական է, առավել քան ակնհայտ է, որ նրա կյանքին վտանգ է սպառնում։ Այս իրավիճակում, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, հասկանալի է, որ միջամտության միջպետական գործիքական ցավոք արկա չէ։ Այնուհանդերձ հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան, որի անդամ են հանդիսանում թե Հայաստանի Հանրապետությունը եւ թե Ադրբեջանի Հանրապետությունը, հնարավորություն է տալիս կիրառել հյուպատոսական հասանելիության ապահովման մեխանիզմ երրորդ երկրների միջոցով, եւ այդ հնարավորությունից կարողացել են օգտվել նմանատիպ իրավիճակներում հայտնված մի շարք երկրներ։ Պարոն նախարար, խնդրում ենք ձեզ գործարկել այս մեխանիզմը եւ դիմել չեզոք երրորդ երկրի, օրինակ Շվեյցարիայի համադաշնությանը, լիազորելով Հայաստանի Հանրապետության անունից ապահովել հյուպատոսական ծառայության հասանելիություն բոլոր հայ գերիների եւ նաեւ շտաբ բժշկական օգնություն Ռուբեն Վարդանյանի համար։ Ստորագրված է ավելի քան 45 կազմակերպությունների կողմից։ Շնորհակալություն։